Ազնավուրը զոհվեց Մարտունու դարպասները պաշտպանելիս։ Թշնամին չկարողացավ մտնել այդ քաղաք։ Ոչ միայն քաղաք։ Մոնթեի ավանը մնաց անառիկ։ Ադրբեջանական բանակը իր իաշմաներով, ԱԹՍ-ներով, տեխնիկայով ու ամեն ինչով չկարողացավ մտնել քաղաք։ Ավելին, մոտավոր թիվ եմ հրապարակում առաջին անգամ։ Միայն Մարտունու սահմաններին թշնամին թողել է ավելի քան 580 դիակ, այսինքն 1-10 հարաբերակցությամբ, հետո բուլդոզերներով եկել տարել է իր դիակները։ Ավոյի սիրելի քաղաքը տղամարդավայել և հերոսաբար կռվեց մինչև վերջ, իսկ եթե Մարտակերտում խոցված չլինեինք, Ադրբեջանն առաջիկա մի քանի տարում շատ երկար կմտածեր նման արկածախնդրության գնալիս։ Հասկանում եք, մի պտղունց մնացած Արցախ, փակ ճանապարհներ, Հայաստանից 0 օժանդակություն, հայության մուտքի արգելք եւ այդ մանկան սրտի չափ Արցախը աուսացապ է տարածում թշնամուն։ Այս փաստը պետք է լավ հիշենք, դեռ մեզ եւ թշնամուն պետք է գալ։